Ողջույն հարգելի բարեկամներ, բարեկալուստ update լրատվական, ես Ռաֆայել Վնացականյանն եմ և առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Իդեպ մեր ուշադրությունը այսօր սևեռված էր ազգային ժողովի վրա և մի շարք հատվածներ, դրվագներ առանձնացրել ենք, որ կներկայացնենք ձեր ուշադրությանը, մեղադրանքներ, խոստովանություններ, պարտքով գումար տալու պատումներ և այդ ամենից մինչև եվրոպական ապագա, ինչեր ասես, որ տեղի չունեցան այս վերջին ժամերի ընթացքում, բայց մինչ դա մի կարևոր հեռախոսազանգի մասին, Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիան որևէ դրսևորմամբ պարզապես ընդունելի չէ։ Այս մասին ասվում է պետքարտուղարության հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ, որը և մեջբերում եմ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը որպես ռազմավարական գործընկերներ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և ընդգծել կայուն խաղաղության կարևորությունը տարածաշրջանային հակամարտությունների շրջափուլը կոտրելու և Հարավային Կովկասում անվտանգություն և բարգավաճում բերելու համար։ Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիան իր որևէ դրսևորմամբ անընդունելի է, ասված է հաղորդագրության մեջ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ավելի վաղ հաղորդագրություն էր հրապարակել, նշելով, որ վարչապետը պետքարտուղարին է ներկայացրել նաև բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետը ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Իսկ հիմա ազգային ժողովի 64 կողմ 7 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ արդեն ընդունվեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Հիշեցնենք, որ առաջինից երկրորդ ընթերցում որոշակի փոփոխություններ էին կատարվել օրենքի նախագծում, մենք մեր նախորդ թողարկման ընթացքում խոսել ենք դրա մասին և նախաբանից դուրս էր եկել առաջին հատվածը Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը, այդ նախադասությունն են հեռացրել։ Այսպիսով, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախագահ Արման Եղոյանի գլխավորությամբ տեղեկացնում է, որ կառավարությունը առաջարկել էր համընդհանուր օրենք ընդունել առանց նախաբանի։ Նախագծի տեքստի երկրորդ հատվածը ևս խմբագրվել է և վերաշարադրվել այսպես, մեջբերում եմ։ Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Եվրոմիության անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ պարոն Արտակ Զեյնալյանը տեղեկացնում էր, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության ընձեռած հնարավորության իրականացմամբ Եվրաքվե քաղաքացիական նախաձեռնությամբ էլ ներկայացնում է հենց օրենքի նախագիծը։ Նաև հասարակական հարցումները վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հակված է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը անդամակցի Եվրոպական միությանը։ Ներկայացրել ենք օրենքի նախագիծ, այն առաջին ընթերցմամբ ընդունվել է, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարությունը ներկայացրել է առաջարկություն։ Առաջարկությունը աշխատանքային կարգով քննարկվել է ազգային ժողովում, կառավարության հետ նախաձեռնող խմբի անդամների մասնակցությամբ և ընդունվել է փոխադարձ ընդունելի տարբերակը։ Պարոն Զեյնալյանը այնուհետև ներկայացրեց օրենքի նախագիծը։ Զեյնալյանի խոսքով պաշտոնյաների և խորհրդարանականների մակարդակով Եվրոպայի տարբեր մակարդակներից և ինստիտուտներից վերջին ամիսներին գոնե հնչել են միանշանակ և հստակ ազդակներ, հաջողություն մաղթելով Հայաստանի Հանրապետությանը Եվրոմիության անդամակցելու գործընթացում։ Քաղաքացիական աջակցությունը տեսանելի է դարձել թե երկկողմ հանդիպումներում և թե տարբեր միջազգային հարթակներում։ Պաշտոնյաների և խորհրդարանականների մակարդակով Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներից և ինստիտուտներից վերջին ամիսներին հնչել են միանշանակ և հստակ ազդակներ ի աջակցություն Հայաստանի կողմից Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկին։ Քաղաքական աջակցությունը տեսանելի դարձավ
թե երկկողմ հանդիպումներում, թե տարբեր միջազգային հարթակներում։ Քանզի ժամանակը կարճ է, ես կներկայացնեմ միայն Եվրոպական միության Հայաստանի խորհրդանական գործընկերության կոմիտեի 4-րդ հանդիպման հայտարարության երկրորդ պարբերությունը, ըստ որի կոմիտեն ողջունում է Հայաստանի ազգային ժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումը, հրավիրում է Հայաստանի կառավարությանը Եվրոպական միության ինստիտուտներին քննարկելու իրատեսական աշխատանքային պլան, հասնելու պետության ապագայի համար այս ռազմավարական նշանակության նպատակին Եվրոպական միության պայմանագրի 49-րդ հոդվածի և Կոպենհագենի չափանիշների լիարժեք պահպանմամբ։ Դե ինչպես եւ այս դեպքերում լինում է, Մոսկվայից արձագանքը չի ուշանում, թեման մեկնաբանում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոստանտին Զատուլինը։ Մեջբերեմ իր խոսքը։ Հայաստանի անդամակցությունը Եվրոմիությանը Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի ետևում է, քանի որ Եվրոպան առայժմ Երևանին նման բան չի խոստացել, բայց Հայաստանն արդեն սկսել է ենթարկվել Եվրոմիությանը, ինչպես նաև միության առանձին անդամներին, օրինակ Ֆրանսիային, որոնք բորբոքում են Փաշինյանի հետխորհրդային տարածքից դուրս պրծնելու ցանկությունները, նշել է Զատուլինը։ Դե կրկին ազգային ժողով, որտեղ ինչպես ասացի, բազում հարցերի օրակարգ է քննարկվել, մեղադրանքներ, մի խոսքով ազգային ժողովում միայն եվրոպական ապագան չէ, որ քննարկվել է, այսպիսով մեկնարկում է Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննարկումը, հետեպ այսօր այս դրվագները ավելի շատ դատական նիստ էին հիշեցնում, քան թե ազգային ժողովի բնականon աշխատանք, բայց դե ունենք այնինչ ունենք։ Այսպիսով միջնորդությունը ներկայացնելու համար ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունեցավ Հայաստանի գլխավոր դատախազ Տիկին Աննա Վարդապետյանը։ Վերջինս ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում ներկայացրեց ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Վարդապետյանը հայտնում է, որ միջնորդագիրը պաշտոնապես ուղարկվել է ազգային ժողով և հրապարակված է ազգային ժողովի կայքում։ Ամբողջական մեղադրանքը ազգային ժողովի ամբիոնից, ինչպես ասացինք, ներկայացրեց անձամբ դատախազը, այն բավականին ծավալուն է, ուստի ողջ պատկերը հասկանալու համար, պատկերացնելու համար և մեղադրանքը հասկանալու համար ես առաջարկում եմ դատախազի խոսքը ներկայացնել ամբողջությամբ։ Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է ազգային ժողով և հրապարակված է ազգային ժողովի պաշտոնական կայքում։ Քրեական վարույթի համաձայն հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սլավիկ Կարապետյանը իր կնոջ հոր Աշոտիկ Կամավոսյանի խնդրանքով 2023 թվականի օգոստոսի 8-ին դիմել է իր մտերիմ Սլավիկ Պողոսյանին, որպեսզի նա իր հերթին դիմի պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներկայացուցչին 200-ից 300,000 դոլար գումարի դիմաց, օգտագործելու ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը, վերջինների կողմից իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով Աշոտիկ Կամավոսյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար։ Ստացված տվյալների համաձայն օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Աշոտիկ Կամավոսյանը և Սլավիկ Պողոսյանը նույն օրը մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ Սլավիկ Պողոսյանը հանդիպում և քննարկում է ունեցել օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ, ով ընդունել է վերոնշյալ առաջարկը։ Քրեական վարույթով ստացված փաստական տվյալների հաշվառմամբ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը ներկայացրել է առևույթ հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա 23 թվականի դեկտեմբերի 7-ին հակակոռուպցիոն կոմիտեում քրեական օրենսգրքի 438 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 439 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46 439 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 436 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 437 հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2024 թվականի նոյեմբերի 27-ին հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական վարույթն իրականացնող քննիչի հաղորդումը,
որով փաստվել է, որ քրեական վարույթի ընթացքում իրականացված թվային խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տեսաձայնագրություններ, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արամ անունով քաղաքացին 2024 թվականի հունվարի 20-ին դիմել է Հայկ Նազարյանին հայտնելով, որ 2021 թվականին մաս ընդհանուր $23,000 եւ $300,000 դրամ է տվել պաշտոնատար անձ հանդիսացող Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ներկայացուցչին իր օգտին գործողություններ կատարելու։ Այն է, իրավասու պետական մարմինների կողմից վթարային վիճակում գտնվող դպրոցը քանդելու թույլտվություն ստանալու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոց կառուցելու, իսկ մյուս մասի վրա պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներկայացուցչի օգնությամբ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Հաղորդման հիման վրա նույն օրը հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 435 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 436 հոդվածի առաջին մասով։ 2024 թվականի դեկտեմբերի 7-ին երկու վարույթները միացվել են։ Քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել են, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 438 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 435 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցել հանրային քրեական հետապնդում։ Ոստի քրեական դատավարության օրենսգրքի 38 հոդվածի առաջին մասի 14-րդ կետի պահպանմամբ 2025 թվականի մարտի 7-ին հսկող դատախազի կողմից ներկայացվել է առաջարկություն քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ հանդես գալու։ Ներկայացնեմ որոշակի տվյալներ քրեական վարույթից, ապացույցները թվարկված են ձեզ ներկայացված միջնորդագրի մեջ, կանդրադառնանք արդեն հարց ու պատասխանի շրջանակներում։ Այսպես ապօրինի վարձատրության դիմաց պաշտոնատար անձի նկատմամբ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու դրվագով պարզվել է, որ ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Արմավիրի մարզի հաշվառման քննական բաժնի ավագ տեսուչ Սլավիկ Կարապետյանը իր կնոջ հորը ներողություն Աշոտիկ Կամավոսյանին ծանոթացրել է իր ընկեր Սլավիկ Պողոսյանի հետ, նրա մտերիմ ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի օգնությամբ գործող իրավակարգավորումների, կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 21 թվականի հունվարի 26-ի հրամանով նախատեսված կարգերի շրջանցմամբ առանց համապատասխան փաստաթղթերի եւ առանց կենդանիներին կարանտինացնելու 150-ից 200,000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը գումարի դիմաց կազմակերպելու համար։ Այդ նպատակով Աշոտիկ Կամավոսյանը 23 թվականի օգոստոսի 8-ին Սլավիկ Պողոսյանի հետ մեկնել է Գեղարքունիքի մարզ Սևան քաղաք, Հովիկ Աղազարյանին հանդիպելու նպատակով։ Աղազարյանի հետ առանձնազրույցի ընթացքում Սլավիկ Պողոսյանը Աշոտիկ Կամավոսյանի անունից առաջարկել է $200-ից $300,000, 150-ից 200,000 գլուխ գյուղատնտեսական կենդանիների արտահանման գործընթացը կազմակերպելու համար։ Իր հերթին Աղազարյանը պատրաստակամություն է հայտնել մտածել առաջարկի շուրջ եւ գործընթացն իրագործելու նպատակով պաշտոնատար անձանց հետ ձեռք բերել պայմանավորվածություններ։ Հաջորդ օրը 2023 թվականի օգոստոսի 9-ին Հովիկ Աղազարյանը զանգահարել է Սլավիկ Պողոսյանին եւ առաջարկել հանդիպել ազգային ժողովի վարչական շենքի մոտ։ Համաձայնելով առաջարկին Սլավիկ Պողոսյանը նշված վայրում միայնակ հանդիպել է Հովիկ Աղազարյանին, որի ընթացքում Աղազարյանը հայտնել է, որ գործընթացն իրագործելու նպատակով արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, սակայն չի հստակեցրել թե ում հետ, որից հետո գործընթացը սկսելու համար պահանջել է $100,000, նշելով, որ գումարի մյուս մասը 100,000-ը կպահանջի հետագայում գործարքի մեկնարկից հետո։ Ընդ որում Աղազարյանը հայտնել է, որ նշված գումարի դիմաց կարող են արտահանել անսահմանափակ քանակի կենդանիներ։ Հովիկ Աղազարյանի առաջարկը Սլավիկ Պողոսյանը փոխանցել է Աշոտիկ Կամավոսյանին, ով համաձայնվել է առաջարկված պայմաններին։ Հաջորդ օրը 23 թվականի օգոստոսի 10-ին պայմանավորվածության համաձայն Սլավիկ Պողոսյանը եւ Աշոտիկ Կամավոսյանը ազգային ժողովի վարչական շենքի մոտ հանդիպել են Աղազարյանին, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել է, որ կարողացել են հավաքել $20,000, ուստի առաջարկել է այն փոխանցել Աղազարյանին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբականակի արտահանման ժամանակ։ Աղազարյանը սակայն առաջարկից հրաժարվել է, վրդովել եւ նշել, որ դա իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը չէ։ Իսկ ինքն արդեն պայմանավորվածությունները ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ եւ հրաժարվել է $20,000 գումարը վերցնել։
Այսպիսով պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը, լինելով ազգային ժողովի падգամավոր, օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը, ինչի արդյունքում տվյալ պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրությունը տվողի օգտին կատարի ակնհայտ ապօրինի գործողություն։ Երկրորդ վարույթով, որի մասին նշեցի եւ ստացվել էր քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունից հետեւյալի մասին է։ Էկոսիթի ընկերության հիմնադիր նախագահ Արամ Մկրտչյանը ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Աղազարյանին խնդրել է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասի Էստոնական փողոցի 8 հասցեում գտնվող Հենրի Մորգենթաուի անվան թիվ 136 հիմնական դպրոց ՊՕԱԿ-ի վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու եւ այդ հողատարածքի մի մասի վրա դպրոցի նոր շենք կառուցելու, իսկ մյուս մասը պետության կողմից Էկոսիթի ընկերությանը անհատույց տրամադրելու եւ դրա վրա բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Այդ գործընթացը կազմակերպելու նպատակով Արամ Մկրտչյանը 2021 թվականին մաս-մաս ընդհանուր $23,000 եւ $300,000 դրամ է տվել ազգային ժողովի падգամավոր Հովիկ Աղազարյանին։ Ստանալով գումարը Աղազարյանը ձեռնամուխ է եղել նշված գործընթացի կազմակերպմանը։ Այդ նպատակով Աղազարյանը 23 թվականի հունիսի 7-ին Քաղաքաշինության կոմիտեի նախագահին է հասցեագրել գրություն, որով ներկայացրել է Էկոսիթի ընկերության հիմնադիր նախագահ Արամ Մկրտչյանի կողմից իրեն ներկայացված առաջարկը, ինչին ի պատասխան գրությամբ ներկայացվել են դպրոցի շենքի տեխնիկական վիճակի եզրակացության բազմաբնակարան բնակելի շենքի եւ նոր դպրոցի կառուցման էսքիզային նախագծի վերաբերյալ գերատեսչության դիտարկումները։ Չնայած խոստմանը, Հովիկ Աղազարյանը չի կարողացել կազմակերպել իրավասու պետական մարմիններից համապատասխան թույլտվություններ ստանալու գործընթացը։ Միաժամանակ չի վերադարձել Արամ Մկրտչյանի կողմից տրված գումարը։ Դրանից հետո Արամ Մկրտչյանը իր քրոջ ընկերուհու միջոցով ծանոթացել է Հայկ Նազարյանի հետ եւ նրան խնդրել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հովիկ Աղազարյանը վերադարձնի նշված գումարը։ Անարդյունք։ Հովիկ Աղազարյանը լինելով ազգային ժողովի падգամավոր, օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողով կանոնակարգ սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետի համաձայն, իրավունք ունենալով հարցումներով եւ առաջարկներով դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց պահանջել եւ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը բավարարության տեսանկյունից, պետք է արձանագրել, որ առկա են փաստեր ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 438 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 435 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Ուստի, հիմք ընդունելով ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը եւ ղեկավարվելով Սահմանադրության 96-րդ հոդվածով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետով միջնորդում եմ տալ համաձայնություն ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նշեմ նաև, որ մյուս անձանց վերաբերյալ քրեական վարույթի մասը անջատվել է արդեն եւ ազգային ժողովի նիստից հետո վարույթն ամբողջությամբ կուղարկվի դատարան։ Դե ինչ լսեցինք ամբողջական, մեղադրանքը եւ բնականաբար այսքանից հետո ինչպես եւ ակնկալվում էր պարոն Աղազարյանը համաձայն չէ մեղադրանքների հետ, ինձ գումար չեն առաջարկել, հետեւաբար ոչ հրաժարվել եմ, ոչ էլ համաձայնություն եմ տվել, ինձ գումար չեն առաջարկել, նշում է Աղազարյանը, վերջինս նաեւ հայտարարում է, որ հանդիպան ժամանակ երբեք չի եղել իրեն գումար առաջարկելու անգամ խոսակցություն, падգամավոր Աղազարյանը որոշ մանրամասներ է ներկայացրել։ 2023 թվականի օգոստոսի 8-ին ես Սևան քաղաքը Սևանա լճի կողքին է։ Սևանա լճում եղել եմ հանգստանալուց։ Ես չեմ գնում Սևծովեր, Եվրոպաներ, մեկ էլ մյուսներ հանգստանում եմ Սևանում ամեն տարի մեծագույն հաճույքով։ Զանգում այն Սլավիկ Պողոսյանը։ Եվ ասում մենք ծանոթներ էինք եւ ասում որ խոսալու բան կա պարոն Աղազարյան ասեմ հա Սլավիկ ջան վաղը գանդեպենք զրուցենք
Չէ, շտաբ խոսալու բան կա, ասում եմ Սևանում եմ, Սլավիկ ջան, ոչինչ, ես կգամ, եթե հարմար է։ Ես անհանգստացա, որովհետև մի փոքրիկ ուրիշ կոնֆլիկտային իրավիճակ կար, որին ես տեղյակ էի, ասեցի երևի թե բարձրություններ առաջացել, մարդ ուզում է գա, դրանք կարամ օգտակարել, թե չէ։ Եկավ։ Ես հելա ճանապարհի եզրին մեքենայով եկա, մեքենան կանգնեցրեց մի որոշ հեռավորության վրա, ինքը դուրս եկավ մեքենայից եւ մենք այդտեղ զրուցեցինք։ Սլավիկ Պողոսյանը ինձ ասեց, որ ընկեր ունի, ով Էմիրատների հետ կապ ունի եւ կարող են ոչխարներ արտահանեն, բայց մի հատ խնդիր կա, որ երբ որ ոչխարները արտահանում են, պետք է ինչ-որ կարանտին անցնեն, տեղափոխվում են եւ քաշ են գցում, հնարավոր է արդյոք խնդրել համապատասխան մարմիններին, որպեսզի այդ կարանտինի այդ գործընթացները, անաստաբուժական գործընթացները անցկացնեն, ոչ թե ոչխարների տեղակայման վայրում անցկացնեն, ոչ թե բերեն եւ ոչխարները քաշ գցեն։ Ես որ տեսա, որ խոսքը չի վերաբերում են խնդրահարույց հարցին եւ կներեք մի քիչ ես ասեմ գինովցած էի, ասեցի որ Սլավիկ ջան, չեմ կարող մի անգամ պատասխանեմ, բայց կմտածեմ, կճշտեմ, կպատասխանեմ։ Վաղը կամ այսօր կպատասխանեմ։ Այդպես բաժանվեցինք։ Այստեղ ես տիկին դատախազ մի բան եմ ուզում ասեմ, միգուցե ես սխալվում եմ։ Սլավիկ Պողոսյանը իր ցուցմունքներում ասում է, որ մենք երկուսով ենք զրուցել Սևանում։ Ես ասում եմ, որ մենք երկուսով ենք զրուցել Սևանում։ Աշոտիկ Կամավոսյանը ասում է, չէ, ես էլ եմ մասնակցել այս զրույցին։ Ինչպես։ Հա, որ ինքն էլ է մասնակցել զրույցին։ Եվ միջոցառների մեջ, որը ստորագրել է տիկին դատախազը, ասում է, որ պարոն Աղազարյանի հիմնավորումները անարժանահավատ են, որովհետև ապացուցված է, որ Աշոտիկ Կամավոսյանի, Հովիկ Աղազարյանի եւ Սլավիկ Պողոսյանի հեռախոսահամարները սպասարկվել են նույն ալեհավաքում։ Բայց հարգելիներս նույն ալեհավաքում դա չի նշանակում, մի ալեհավաքը չի սպասարկում 5 քառակուսի մետր տեղ։ Մի ալեհավաքը սպասարկում է մի քիչ ավելի, շատ ավելի մեծ տեղ։ Եվ հետեւաբար միգուցե Աշոտիկ Կամավոսյանը մեքենայում նստած է, որ ես չեմ նկատել։ Դուք ո՞նց եք դա դնում։ Այսպես որպես ապացույց ես ամեն ինչի հիմքում եւ կարեւոր ձևով եւ իմ խոսքերից անարժանահավատ եք համարում եւ երկու կողմ ասում են մեկ առանձին եք զրուցել, երրորդ կողմն ասում է որ ինքն է մասնակցել զրույցին։ Իմիջիալից այդ Աշոտիկ Կամավոսյանին ես առաջին անգամ հանդիպել եմ առերեսման ժամանակ, որին ես երբեք չեմ տեսել։ Բայց ինչ է տեղի ունեցել։ Ես հաջորդ օրը որոշակի ճշգրտումներից հետո զանգում եմ Սլավիկ Պողոսյանին, ասում եմ, որ Սլավիկ ջան, այդ խնդիրը ես չեմ կարող օգտակար լինել, որովհետև խիստ կանոնակարգված է, ապարատուրաներ, բաներ եւ այլ, դա հնարավոր չի, ներող կլինես։ Չէ, գամմա ճշտենք էլի ամեն ինչը բան, այս կոմենքում, ասեմ, դե ինչ ճշտելու բան կա, հիմա ես պատասխանեցի, չի ասում ուրիշ խոսալու բան կա։ Պայմանավորվեցինք հաջորդ օրը որ գա։ Հաջորդ օրը ինք եկավ Աշոտի հետ, ոմն Աշոտի հետ, որը կապ չունի, այս նույն Աշոտը չի։ Որ այդ Աշոտը եկավ, ուրիշ մարդ էր այդ մարդը, ես այդ մի Աշոտին եմ տեսել այդ ամբողջ ընթացքում։ Իսկ մյուսը Աշոտին անվանենք, որին տեսել եմ բանի ժամանակ, առերեսման ժամանակ։ Այդտեղ էլի այդ խոսակցությունը բացեց, ես ասացի, որ ես չեմ կարող օգտակար լինել, որովհետև որևէ մեկն չի կարող օգտակար լինել, որովհետև դա անհնար է, ամեն ինչ այսպես կոչված կանոնակարգված է։ Ու ուզում էի եւ լքում էի տեղը հանդիպան վայրը, ձեռնից իրանք մի երկու բան խոսացին իրանց համար, ես գնացի։ Եվ շարունակելով թեման, պատգամավոր Հովիկ Աղազարյանը նաև նշեց, որ իրեն պարտքով գումար են տվել, ոնց հասկանում ենք տան համար, ու այս երկար պարզաբանումը, որպեսզի չշարունակվի, կարծես թե միջամտում է Ռուբեն Ռուբինյանը։ Ինչ հարց է նա տալիս։ Պարոն Աղազարյան, արտահերթ հարց ես ունեմ։ Կխնդրեի պարզաբանել այս հետևյալ դրվագը լավ չհասկացա։ Դուք ասեցիք, որ Արամ Մկրտչյանը ձեզ $8000 պարտք է տվել հիպոթեկով տուն գնելու թե վերանորոգելու համար։ Հետո ասեցիք, որ մի այլ երրորդ անձ, կառուցապատող, եթե չեմ սխալվում, այդպես ասեցիք, ասել է ձեզ, որ Արամ Մկրտչյանը հարցրել է ձեզ փող տվել է թե չէ, ու ինչ որ իրան փողտի վերադարձնել, հետո էլ ասացիք, որ դուք այդ գումարը փաստաթղթավորված վերադարձեք իրեն ում Արամ Մկրտչյանին, թե երրորդ անձին։ Դե այդ դեպքում հարց, ինչի համար։ Այսինքն
Միջլավ տրամաբանություն չեմ հասկանում, էլի։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Եվ բայց հարցս երկրորդ մասն էլ ունի։ Իսկ այդ գումարը հայտարարագրել եք։ Խնդրում եմ այս երկու հարցին պատասխանեք։ Ուրեմն Արամ Մկրտչյանը ստորագրության փաստաթուղթ կա, որի մոտ է, որ ինքը այդ երրորդ անձին գումար է պարտք, մոտ $25,000 չափ։ Եվ երբ որ իրանց մեջ այդ կոնֆլիկտը եղավ եւ ինքը իբր ասել որ $25,000 տվել է ինձ, ես բանավոր պայմանավորվեցի Արամի հետ, որ եթե ինքը չվերադառնի այդ մարդու գումարը, ես խնդրեմ ինքը մի քիչ սպասի, էլի, եթե չվերադառնի այդ մարդու գումարը, ապա այդ $8,000, որ ես քեզ պարտք եմ, Արամ ջան, որ դու արդեն ուզում ես, որովհետև արդեն դու հասկացար, որ ես հասկացա, թե դու ով ես, կտամ այդ մարդուն։ Բանավոր պայմանավորվածությունը ձեռք բերված է եւ ես այդ փաստաթղթավորված տվել եմ այդ երրորդ մարդուն։ Ինչ վերաբերում է այդ հայտարարագրմանը, գիտեք, ես կարծում եմ օրենքի մեջ թույլատրվում է, եթե չեմ սխալվում, որ եթե դա պրոցեսը լինում, ասենք վերցնում ես 2 ամսով, 3 ամսով վերադարձնում ես բանման, կարիք չկա հայտարարել, եթե չեմ սխալվում։ Այսինքն ես վերցրել եմ, վերադարձել եմ աշխատավարձից, էլիա պետք եղել, էլիա տվել, վերցրել եմ, հետո երբ որ մենք հաշվար կատարեցինք, դուրս եկավ, որ ես պարտք էի $8,000, որն էլ այս ձևով վերադարձրել եմ։ Դե, բարեկամներ, դուք հասկանում եք, չէ՞, որ մի ամբողջ թողարկում կարող ենք նվիրել այս դրվագների ուսումնասիրությանը, բոլորին լսենք ամբողջությամբ, բայց մենք վստահ ենք, որ առաջիկայում դեռ շատ քննարկումների ու անդրադարձ կատարելու առիթներ ունենալու ենք, ուստի առաջարկում եմ թեման փոխել եւ ընթանալ առաջ։ Եվ այսպես Արարատ Միրզոյանը ծավալուն հարցազրույց է տվել բրազիլիական հեղինակավոր Կորեո Բրազիլիան օրաթերթին, հայ եւ թուրք փորձագետները ուսումնասիրում են Գյումրի Կարս երկաթուղու վիճակը, հայտարարում է արտաքին գործերի նախարարը։ Մենք շատ կառուցողական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, այս երկխոսության շրջանակներում ոչ հայկական, ոչ էլ թուրքական կողմը նախապայմաններ չի ներկայացրել։ Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանի բացումը։ Այս սահմանը 34 տարի առաջ փակվել է թուրքական կողմից։ Բրազիլիական օրաթերթին տված հարցազրույցում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նաև անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարին։ Թուրքիայի հետ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածություններից կարելի է նշել, որ մենք երկկողմանի հիմքերով սկսել ենք սահմանի ենթակառուցվածքային աշխատանքները, հայ եւ թուրք փորձագետները արդեն ուսումնասիրում են Գյումրիի Կարս երկաթուղու վիճակը։ Այս գործընթացները արդեն ընթացքի մեջ են։ Մենք նաև համոզված ենք, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կախված է հումանիտար հարցերից, այդ թվում անհայտ կորած անձանց եւ բռնի անհետացումների զոհերի ճակատագրերի բացահայտումից, ամփոփել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Իդեպ թեմայի շարունակությամբ պարոն Միրզոյանը պաշտոնական այց է կատարելու Ղազախստան մարտի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց է կատարելու Ղազախստան, այս մասին տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից, ավելի կոնկրետ մամլոխոստնականի Բադալյանն է հայտարարությունը տարածել, ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրադ Նուրտելուի հետ։ Նախատեսված է նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ եւ տարբեր քննարկումներ։ Եվ տեղափոխվենք Պաշտպանության նախարարություն, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է զինված ուժերի բարձրագույն եւ ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստվածության քննությանը։ Մարտի 26-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի բարձրագույն եւ ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի շարային պատրաստվածության քննությունը։ Դիտարկելով քննական գործընթացը Սուրեն Պապիկյանը ընդգծել է գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում որպես բանակի պաշտպանունակության ամրապնդման առանցքային բաղադրիչ։ Այդ թեմաների մասին, ընկերներ, կրկին ապօրինի ծառահատման դեպք մարտի 25-ին համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ խոլարքեր կոչվող տարածքի սկզբնամասում կան պատրաստի գերաններ, որոնք բարձում են կամազ մակնիշի ավտոմեքենան։
Բաշտին ծառայողների ստուգման ժամանակ կամազ մեքենայի մոտ մարդ չի եղել, սակայն թափքում կային ընկուզենու գերաններ, ևս 26 գերան դեռ գետնին էր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 68-ամյա մի կնոջ պատկանող կամազ մակնիշի ավտոմեքենան շահագործում է 46-ամյա մի տղամարդ։ Կազմված փաստաթղթեր ուղարկվել են նախաքննական մարմին, այլ մանրամասներ դեռ չեն հայտնում։ Եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում նաև աշխարհում, հերթը միջազգային լրահոսինն է, որը կներկայացնենք տեսաշարով։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները եւ բոլոր ոլորտներում հարաբերությունները ամրապնդելու ջանքերը իշահ երկու երկրների։ Կողմերը նաև քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, հատկապես Մերձավոր Արևելքի զարգացումները եւ Գազայի հատվածում հրադադար հաստատելու եւ տարածաշրջանային կայունությունը պահպանելու ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը շեշտել է Գազայի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու կարևորությունը, հաշվի առնելով այնտեղ ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը։ Կողմերը նաև հաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը ի օգուտ ընդհանուր շահերի։ Միացյալ Նահանգները Ռիադում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հետ բանակցություններից հետո մարտի 25-ին առանձին համաձայնություններ է ձեռք բերել երկու երկրների հետ Սև ծովում եւ էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու մասին։ Ընդ որում Վաշինգտոնը համաձայնել է նպաստել, որ Մոսկվայի դեմ որոշ պատժամիջոցներ չեղարկվեն, եւ Մոսկվան եւ Կիևը հայտարարել են, որ կապավին են Վաշինգտոնին համաձայնությունների իրագործման հարցում, սակայն երկուսն էլ կասկած են հայտնել առ այն, որ մյուս կողմը կհետևի պայմանավորվածություններին։ Լավրովը հայտարարել էր, որ Սևծովյան նախաձեռնության վերսկսման համար Ռուսաստանին հարկավոր են հստակ երաշխիքներ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտնել է, որ իր կարծիքով Ռուսաստանը կփորձի ձգձգել Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի շուրջ համաձայնագրի կնքումը։ Կրեմլը նաև հրապարակել է ռուսական եւ ուկրաինական էներգետիկ օբյեկտների համաձայնեցված ցուցակը, որոնց վրա տարածվելու է մասնավոր հրադադարը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը բացառել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողության փոխանցումն Ուկրաինային կամ որևէ այլ պետության։ Համապատասխան հայտարարությունը մարտի 25-ին հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության գերատեսչության կայքում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները անվտանգության նկատառումներից ելնելով կարող է իր վերահսկողության տակ վերցնել Ուկրաինայի 4 ատոմակայանը։ Վաշինգտոնը կարծում է, որ դրանք ԱՄՆ-ի սեփականությանը հանձնելը լավագույն պաշտպանությունը կլինի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ մարտի 19-ին Թրամփի հետ իր զրույցի ընթացքում խոսվել է բացառապես մեկ կայանի Զապորոժիեի ատոմակայանի մասին, որը գտնվում է Ռուսաստանի ժամանակավոր օկուպացիայի տակ։ Պեկինը պատրաստակամություն է հայտնում համագործակցելու Վաշինգտոնի հետ հիմնվելով հավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Պեկինում Ամերիկա-Չինական հարաբերությունների ազգային կոմիտեի տնօրենների խորհրդի գործադիր փոխնախագահ Էվան Գրինբերգի հետ հանդիպմանը։ Նախարարի գնահատմամբ Չին-ամերիկյան հարաբերությունները գտնվում են զարգացման նշանակալից փուլում։ Նրա խոսքով Չինաստանը եւ ԱՄՆ-ն ունեն ընդարձակ շահեր եւ համագործակցության լայն արձակ տարածություն, ունակ են հասնելու հաջողության եւ օգուտ բերելու աշխարհին։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ.Դի Վենսը հայտնել է, որ այս շաբաթ կայցելի Գրենլանդիա, մասնավորապես գնահատելու անվտանգության ոլորտում իրավիճակը։ Նա նշել է, որ կնոջ Ուշայի ամերիկյան պատվիրակության կազմում մարտի 27-ից 29-ին նախատեսված այցը Գրենլանդիա մեծ ուշադրություն է գրավել։ Այս ուրբաթ Ուշայի Գրենլանդիա կատարվելիք ուղևորության շուրջ այնպիսի աղմուկ է բարձրացել, որ ես որոշեցի ամբողջ զվարճանքը չթողնել նրան։ Այսպիսով ես կմիանամ նրան, ասել է ԱՄՆ փոխնախագահը X-ում։
Վենսը բացատրել է, որ մտադիր է հանդիպել ամերիկացի զինվորականների հետ, որոնք տեղակայված են Գրենլանդիայի բազայում, ինչպես նաև պարզապես ստուգել, թե ինչպես է անվտանգության իրավիճակը Գրենլանդիայում։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ դառնալուց հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է ամրապնդել Գրենլանդիայի ժողովրդի անվտանգությունը եւ որ Գրենլանդիայի բնակիչները կշահեն Միացյալ Նահանգներին միանալուց։ Ի պատասխան Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն ընդգծել էր, որ կղզին չի վաճառվում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներկայացրել է նոր հրթիռային քաղաք, այլ կերպ ասած, սա ստորգետնյա հրթիռային կայան է։ Այն մեկն է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հարյուրավոր հրթիռային քաղաքներից։ Այնտեղ տեղակայված են հազարավոր բարձր ճշգրտության հրթիռներ։ Վերջերս Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցույց էր տվել մեկ այլ այսպիսի կայան, զենքի ահռելի պաշարներով։ Հատկանշական է, որ Իրանն այս ստորգետնյա օբյեկտները ցուցադրում է ԱՄՆ նախագահի սպառնալիքների ֆոնին։ Թրամփի խոսքով Իրանը պետք է միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսի ԱՄՆ-ի հետ։ Հակառակ դեպքում Միացյալ Նահանգների նախագահը սպառնում է ծանր հետևանքներով եւ հարվածներով։ Թրամփի պնդմամբ Թեհրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ստեղծել, մինչդեռ Իրանը հայտարարում է, որ սպառնալիքների պայմաններում չի բանակցելու ԱՄՆ-ի հետ։ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքում Իսրայելի կողմից պատերազմի վերսկսման 9-րդ օրը զոհվել է 11 մարդ, այդ թվում մայրը եւ նրա 5 երեխաները։ Գրանցվել են մի քանի վիրավորներ։ Իսրայելական ուղղաթիռը գնդակոծել է Գազայի հատվածի Շուջայա թաղամասը, ինչպես նաև Զեյթուն թաղամասի շրջանները։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է առաջին անհրաժեշտության դեղորայքի խիստ պակասի մասին, նշելով, որ իսրայելական ուժերը ոչնչացրել են առողջապահության ոլորտի մեծ մասը, ինչի հետևանքով շատ մարդիկ են մահանում դեղորայքի բացակայության պատճառով։ Իսրայելական ուժերը շարունակում են հարձակումները Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինյան քաղաքների եւ բնակավայրերի ուղղությամբ, ավերելով եւ այրելով բնակելի տները, քանդելով խանութները եւ իրականացնելով համատարած սրբակալություններ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով մարտի 18-ին Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր 792 պաղեստինցի է զոհվել, եւս 1663-ը վիրավորվել, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են։ Հարավային Կորեայում քամուց առաջացած անտառային հրդեհները ավերել են երկրի հարավային շրջանները, խլելով 18 մարդու կյանք, ավերելով ավելի քան 200 շինություն եւ ստիպել 27000 մարդու տարհանվել։ Պաշտոնյաները նաեւ հայտնել են, որ ուղղաթիռ է կործանվել անտառային հրդեհները մարելու ջանքերի ընթացքում հարավ-արևելյան Ուիզեոնգ քաղաքում, որն անտառային հրդեհներից ամենաշատ տուժած տարածքներից մեկն է։ Կորեայի անտառային ծառայությունը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Եվ վերջում եղանակի մասին առաջիկա օրերին կարճատև անձրև է սպասվում, ջերմաստիճանը բարձրանալու է առնվազն 7 աստիճանով, մարտի 27-ից 28-ը երեկոյան ժամերին, մարտի 29-ից 31 օրվա ընթացքում հանրապետության առանձին շրջաներում սպասվում է կարճատև անձրև, մարտի 29-ից 31-ը առանձին հատվածներում նաև քամուուժ գնացում, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար բարձրանալու է 5-ից 7 աստիճանով։ Դե ինչ հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար, այսօրվա համար այսքանը, առավել թարմ լրահոսով կհանդիպենք հաջորդ թողարկմանը, լավ եղեք։